Բարև ձեզ։ Առաջի անգամ եմ լսում այդ անունը։ Ուրեմն նայեք տեսեք, նախ մի հատ ուզում եմ բոլոր նրանց, ովքեր որ վեհապարին ասում են քարով տան գլուխը ջարդենք, ուզում եմ նրանց բոլորին ասեմ, կներեք արտահայտության համար, էսի ի պատասխան այդ բոլոր ասողներին ու տենց մտադրություն ունեցողներին։ Ինչ վերաբերում է այդ մարդուն տարիքով, ես որ տեսա, ճիշտն ասած, որ իմացա տենց բան ասող ա եղել, ասում եմ, տենամետ ով է ինչ ասել, որ տեսա տարիքով մարդ ասի, դե լավ, դե ասի, բիձա մարդա մի եշություն էլ դուս ա տվել, էլի։ Բայց հենց այդ ասեցի ու հիշեցի, որ տարիքով մարդկանց մեր օկտին խոսացող մարդկանց, որ Նիկոլի Հասցեին էին նմանատիպ արտահայտություն արել, բռնել քրական գործ են հարուցել այդ մարդկանց վրա։ Կամ կհիշեք Մարիամ ջան, այն մարդուն, որ վերևից բան շպրտեց, խնձոր շպրտեց, բռնեցին, ինչքան գիտեմ նստացրեցին էլ այդ մարդուն, համնայից մի քանի օր բռնեցին, չէ՞ կարծեմ, համնայից գործ հարուցեցին վրան, էդի արդեն չեղավ։ Ես ասում եմ, տարիքով մարդա սա էլ նայել, ոչ սրա վրա գործ հարուցեք, ոչ էլ մերոնց վրա գործ հարուցեք, տարիքով մարդն տեք ուզում էշություն էլ արել են, բայց այդ էշությունների դեմն էլ առնել պետք է, այսպես բեզաչոտնի վիճակին պետք է ստոպ տվեցվի, որ ինչ ով ինչ ուզի ափրծպր խոսա։ Հիմա ես ասում եմ, կոնկրետ այդ ասողների մի հատ եմ ասում, ով որ մտածում է, որ կգա քարով վեհապարի գլուխը կջարդի, դե բայց ոնց չասեմ վեհապարի կներեք Մարիամ ջան, ոնց չասես այդ դրանցա։ Դե մենք էլ ձեր ձեռները կջարդենք, ու դենամետ ոնց եք այդ քարը վերցնելու, որ վեհապարի գլուխը տենց ասես, չէ՞, քարը վերցնենք, վեհապարից տենց ասա։ Վեհապարի կողմնակիցներով էլ մենք էլ ձեր նմանների ձեռը կջարդենք զարանի, հələ տենան ոնց եք այդ քարը վերցնելու, որ խփեք վեհապարի գլուխին։ Ես սա կասեմ, այս բեզաչոտնի վիճակը պետքա սրան պետքա ստոպ տվեցվի։ Տեսեք, ես չեմ ասում, այդ մարդուն թող դատեն, չեմ ասում, բայց եթե այդ մարդու վրա գործ չեք հարուցում, մի հարուցեք, ես ասում եմ մի հարուցեք։ Տարիքով մարդա բիձա մարդա մի էշություն դուս ա տվել։ Այդ էշությունը, որ ինքը դուս ա տալի, մեղավոր էս իշխանություններն են, որ ստոպ չեն տալի այս բեզաչոտնի, այս էշեշ դուս տալուն։ Այդ մարդու վրա գործ մի հարուցեք, բայց նաև գործ մի հարուցեք այն մյուս տարիքով մարդկանց վրա, որ Նիկոլի Հասցեին են բան խոսում, որ Նիկոլի վրան խնձոր շպրտող տարիքով 70 նանց մարդուն բռնեցի քրական գործ հարուցեցին վրան, հələ կարծեմ նստացրեցին էլ ինչքան հիշում եմ այդ մարդուն։ Այսինքն իրանք ինչ են ցույց տալ, որ ով մեր կողմից է ինչ ուզի կարա անի, ով մեր դեմ է, հենց մի հատ բան ասեց կբռնենք կնստացնենք, կամ որ ասում եմ կարան մարդիկ մտնեն, այդ Նիկոլներ ասում, չէ՞, կարան մտնեն վեհապարի բանի ժամանակ, պաթրակների ժամանակ գորան հակավեհապարական բաներ ինչ որ գորան, չէ՞։ Դե ես էլ ինչ եմ ասում, այդպես կգորան, մենք էլ բերանը փագելով, այսպես կհանենք շպրտենք դուս։ Հիշում եք, որ մեր կողմնակիցներն էլ վեհապար են գորում իրաց պատարիկներին, ոնց էին բերանը փագելով, ասենց կոպիտ հանում դուս, չէ՞։ Մենք էլ այդ նույն ձևին ած կանենք դուս։ Գործ հարուցելու եք, թե չեք հարուցելու, մի հատ ասեք իմանանք։ Նրանց վրա ասում են նորմալ է, դե հանին դուս, չէ՞։ Դե հիմա մենք էլ ձերս տես կհանենք, կշպրտենք դուս, եթե գաք վեհապարի պատարակը փորձեք խանգարեք։ Իրանք էդ են ասում, էլի Մարիամ ջան, ասում են մենք կարան կանենք, մեր օկտին ով ինչ ուզի կարանի, բայց մեզ վնաս հենց արեցին, օրենք աշխատելու է ձեր դեմ։ Սա կասեմ, Մարիամ ջան։ Ամեն դեպքում իրենց ես եկեղեցական աշխատողը իրենք շարունակում են ինչ սպասել առաջիկայում, ինչի կդիմի Նիկոլ Փաշինյանը, ի պատիվ վերափակվող, ի պատիվ նաև մեր բանտված սրբազանների, Ազատություն իրանց բոլորին, այո։ Մենք ժողովուրդը պետքա կանգնի, հավատացյալ ամբողջ 10 միլիոն հայությունը պետքա կանգնի եկեղեցու կողքը, իսկ ինչ վերաբերում է ինչ կանեն, սա ամեն ինչ կանեն։ Եթե այս իշխանությունները չհեռացվեն, իրանք մինչև վերջ գնալու են։ Ընտուփ վեհապարին կարան նստացնեն, հերը վեհապարից կարան մի դժբախտ պատահած սարքեն իր գլխին։ Այս իշխանությունները դիտկամ են, կամ էլ կկանգնեն, կորոշեն, կասեն վեհապարը էս ինչն է, կգան ուժով կհանեն, վեհապարին
բանից Էջմիածից կասեն, այս Պողոսյանն է վեհապարը։ Այս սրանցից մեկն են անելու։ Իրանք զադնի չեն դնի։ Եթե այս իշխանությունները կան, մնում են իրանք գնալու են մինչև վերջ։ Այսինքն վեհապարին ընդཐུպ մինչև մի հատ դժբախտ պատառք սարքեն գլխին։ Սենց կանեն, կամ կնստանենք, կալանավորեն, մենք կասենք դե վեհապարը Բերդում էլի վեհապարն է, իրանք էլ կասեն չէ, վեհապարը Պողոսն է, կբերեն Պողոսին կդնեն Էջմիածնում, ու սենց ազգի մի մասը կասի վեհապարը վեհապարն է, Գարեգինն է, մյուս մասը կասի վեհապարը չգիտեմ ով է։ Այս իրավիճակն է ստեղծվելու։ Չկասկածեք։ Այս արշավը ով է սկսել։ Այս արշավը ում հրահանգով է Նիկոլը սկսել։ Մեր եկեղեցու դեմ։ Դա հենց տենց էլ լինելու է, այո։ Հիմա հաջորդ, այդ եթե իրանք վեհապար դնեն, նշանակեն, իրանց նշանակած այդ օրենքից դուրս վեհապարը, լինելու է Թուրքիայի ու Ադրբեջանի ուզած մարդը։ Տենց կլինի։ Չկասկածեք դրա մեջ։ Այդ տեսել եմ, ուրեմն Մարիամ ջան, այդ ինչ ձևի ներվիս ազդեց այդ վիդեոն տեսավ, մի դրեք ներվային անում, կամ լավ դրեք, թող մարդիկ տենան։ Ուրեմն այդ հենց վիդեոն տեսա, էլի, ինչ եմ ասում եմ, մի ցելի պետություն հանձնեցիք, թշնամուն, մի ցելի սերունդ կոտորեցիք, մի ցելի սերունդ ջայլ տղեկ կոտորեցիք, 120,000 այ ամբողջ պետության, Արցախի հանրապետության, Ղարաբաղի պետության ամբողջ ժողովրդին անտուն թողեցիք, անգերեզման թողեցիք, անհայրենիք թողեցիք, ու դուք հրճվում եք, արա, չեք ամաչում, արա, հասկանում եք, այդ մի այլ կարգի ներվից վրա ազդեց, էլի սրանց տեսակը, հələ համեմատեք մի հատ նախքին մեր ղեկավարներ, համեմատեք Սերժ Սարգսյանի հետ, ումով որ փոխեցիք սրան, հայ ժողովուրդ, ձեզ եմ ասում, համեմատեք մի հատ Սերժ Սարգսյանը պատերազմի տարիներն իր ընտանիքը ամբողջ ընտանիքը Ղարաբաղի չեկե, Բամբյոշկեկի տակ է եղել։ Երկրորդ նախագահն էլ, այո, երկրորդ նախագահի ընտանիքն էլ։ Ղարաբաղից չեկե չէր կարա Սերժ Սարգսյանը բերել։ Տիկին Ռիտան, դե ասա ես չեմ գա։ Սերժ Սարգսյանի մայրիկն էլ ասե չեմ գա։ Բայց որ Սերժ Սարգսյանը ուզեր զորով չէր բերի։ Այսքան համ Տիկին Ռիտան, համ Սերժ Սարգսյանի մայրիկը, համ երեխեքն են ուզել մնան այդ Բամբյոշկեկի տակ։ Համ էլ Սերժ Սարգսյանը նա ուզե որ իր ընտանիքը մնա այնտեղ ցանկացած սովորական շարքային մարդու նման այդ Բամբյոշկեկի տակ ապրի։ Դե մի հատ համեմատեք էլի։ Իսկ սրանք այդ ամեն ինչը կործանին, Արցախը կործանին, հանձնին թշնամուն, Արցախը հանձնին թշնամուն, որ Արցախի տերը միշտ եղել է Հայաստանը։ Այդքան երեխա տարան կոտորեցին, մի սերունդ տարան կոտորեցին։ 120,000 հայ անտուն են թողել, անգերեզման են թողել, իրանք հրճվում են, պարել էլ կա պարել իրա, հալավ հավաքույտեկան մենք շնորհքով անեիք արա, այդ ինչներիդ վրա եք էլի ուրախանում, մի հատ այդ ինձ ասեք, ինչների վրա եք տես հրճվում տես պարում, 20 թվի պատերազմից էս կողմ, տեսած կաք, մեկը տեսած կաք, կամ լսած կաք, որ Սերժ Սարգսյանը պարի միտեղ, լսած կաք, Տղճիկ եք տալի, հրճվում եք, ոնց որ Արցախը մերն է, մի հատ էլ Նախիջևանն եք ազատագրել, կամ Արցախի անկախությունը ճանաչել արդեն ամբողջ աշխարհը, հա? Այդ ինչի վրա եք հրճվում։ Արցախի ռազմական ղեկավարությունը Ռուբեն Վարդանյանի նման կրիստալի մաքուր մարդ այսօր Արցախի բանտում են, արա, իրանց ցամա ուզում են դատեն, ու դուք հրճվում եք, ստեղ ու ձեր պատճառով է, չէ՞ այդ ամեն ինչը եղել։ Իշխանությունը դուք եք, այս երկրի տերը, հայ ազգի տերը այսօր դուք եք, արա, ինչի վրա եք հրճվում, էլի, այ մի հատ ասեք, էլի։ Լրիվ ձեռեք առն դուք այս մարդկանց, ձեռեք առն այդ 5,000 զոհված երեխեքի ծնողներին, ձեռեք առնում, հա, արա։ Դուք դի միջև ձեր կյանքի վերջ պարեիք։ Դուք այդ իրավունքը չունեք, որտեղ ձեր պատճառով է Եռաբլուրը հազարապատկվի։ Ձեր պատճառով է Արցախը հանձնվի։ Դուք եք հանձնել, եթե դուք էլ չեք հանձնել, տենց չեք համարում, բայց իշխանությունը հո դուք եք եղել այդ վաղ։ Այսինքն դուք բարոյականություն ունենաք, բարոյականությունը չհրճվեք, չհրհրակ։ Դրանց պարել ալեն, ինչ պարել էլ կա, գոնե մի քիչ տենց շնորհքով պարեն, էլի։ Տարճիկ էին տալի, մի հրճվում մի սենց ցանցության մեջ էին արա։ Սա կասեմ, էլի, դա մի այլ կարգ է ներվից վրա, որ տեսա, ուզմի ու ժամեր, երևի մեկն էր, երկուսն էր, երբ էր երեք կարծեմ։ Արա ուզում եմ մտնել լայվ միացած քաֆուր քապարս կապեի սրանց վրեն։ Բայց իրենք ասում են բերել են խաղաղություն, սա մեր խաղաղություն։ Նա խաղաղություն չեն բերել։ Մարիամ ջան, նույնիսկ եթե խաղաղություն էլ բերեն, իրական նախսի խաղաղություն չի, այս խաղաղությունը կախված է Ալիևի, այս որ հենց հիմա չեն կրակում, կախված է Ալիևի կամքից, կարող վաղը չեմ ասես մի հատ քեֆը տաս, մի հատ կրակեք։
Խաղաղություն տես չի լինում, հասկանում եք, իսկ այդ բենզինն է, նայ մեն բենզինը մեր անթասիվ ժողովուրդը բենզինը լսում եմ, թե բենզինը ինչ կապ ունի, անդից ասում եմ բادرբեջանական բենզին, այդ բանով եմ նայում, էլի լուրերով, ասում եմ, այս մարդիկ ասում են, բենզինը ինչ կապ ունի, բենզինը է, սել ինչ կապ ունի դրա հետ, հիմա ես այդ մարդկանց ուզում եմ ասեմ, որ հեռա ձեր աղբերներից Ձեր ընտանիքի անդամներ, որ մեռնի, մի աղբերդ մեռնի, այդ ասող քեզ եմ ասում, որ ասես բենզինը ինչ կապնի դրա հետ, բենզին եմ առնում։ Հեռը աղբորից հետ, որ աղբերդ մեռնի, այն մյուս աղբերդ, այդ աղբորը սպանողին, աղբորը սպանին, չմեռնի, աղբորը սպանին։ Այս մյուս աղբերդ էլ այդ աղբորը սպանողի խանութից առավ կնանի կամ մտնի աղբորը սպանողի կաֆեին կոֆե խմի։ Չես քրվի այդ աղբորը տարա։ Բայց սա այդ 5000 երեխեքը ձեր աղբերներն էին։ Բայց Բաքվի բանտերում որ հիմական ձեր աղբերներն են արա։ Դուք այդ մեկ բենզին եք, ասում եմ, բա ո՞նց եք թուրքական շորը առնում։ Ճիշտ եք ասում, այո։ Ես կոնկրետ ես 20 թվի պատերազմից հետո ես թուրքական շոր էլ չեմ առել։ Ասում եմ, ո՞նց եք այդ Թուրքիաներում հանգստանում, ճիշտ եք ասում։ 20 թվի պատերազմից հետո ով էտա Թուրքիա հանգստանում, ամոթ իրան։ Գործով կարան էթան։ Գործնական ինչ որ բան էլ էթան, բայց այդ նույն ամոթը էլ իրանցնա։ Բայց մինչև 20 թվը որ էտել եք բերում համեմատում, մինչև 20 թվը մենք էինք հաղթած, սրա մասին միշտ ասել եմ, մենք էինք լևիեթում, ոչ թե մեր կանանիկն էին լևիեթում, հասկացաք, դուք տղու կնգա աղջկա լևիեթալը մի խառնեք իրար, հաղթողի լևիեթալ ուրիշ այն ժամանակ մենք էինք հաղթած, այդ ոնց որ մեր հերերը էթային լևի, մեր աղբերները էթային լևի, իսկ մի որ դուք Թուրքիայի հետ հարաբերություն եք ան, ձեր կանանիկը ոնց որ էթան, մեր կանանիկը սենց ասեն որ չներվեք, ոնց որ էթան լևի, էտի նույնն է, ասկա հաղթած ժամանակ հարաբերություն կարայիր հաստատեիր, առևտուր էլ կարայիր անել, էթային այնտեղ հանգստանել, խի չէ որ, մենք էինք հաղթած, թող իրանք մտածեին։ Իսկ հիմա հակառակն է, պարտված էլ չենք, արժանապատիվ պարտություն էլ գոյություն ունի, էդի ուրիշ է, էդ էլ չենք մենք։ Մենք կզած ենք, արժանապատվությունը ոտնահարված է, այս իրավիճակում դուք Ադրբեջանից բենզին եք առնում ուրախանում եք արա։ Ինչա մի քանի դրամ էժան, հա։ Սա կասեմ, մարդ խայտարակությունն էլ, այս սրանք այս մարդիկ, այս այդ թուրքերը որ ուզում են բերեն այդ թուրքից, կասեն այդ թողան ապրեն, ինչ եղե որ։ Ասեց անինքնացել մարդիկ են, այն մարդիկ ովքեր որ բենզին էլ ուզում են, ընդ տեսա մարդիկ էլ կային ասում են, հա չգիտենք, նեղվում են, չիմանալով են մտել լցում դե կարան, այդ մարդիկ, այդ մարդկանց բան չկասում, բայց այն մարդիկ ասում են, ինչ կա դրա մեջ բենզին, հա։ Ես ասում եմ աղբորը սպանողի խանութից այն մյուս աղբերը որ եթե առևտուր անի քո դուրդ կգա մի աղբորը սպանեն հեռ աղբորից հետ, այն մյուս աղբերդ էլ կամ փուրդ էտա առևտուր անին խանութից դուրդ կգա, չես ասի այ անինքնասեր։ Բայց այդ նույնն էլ ինչ տարբերություն, ցանկացած հայ մեր աղբերներն են ու քրերն են։ Սա կասեմ էլի։ Հիմա մենք տեսնում ենք, հա, որ մենք տարին ավարտում ենք մեր սրբազանները կալանավորված, մեր հայրենակիցները կալանավորված, այսօր մեր Խաչատուրյանին են Ազատություն իրան, ազատություն մեր բոլոր քաղ բանտարկյալներին։ Տանում են կալանքի, խնդրեմ ես մասով ձեր տեսակետը։ Եթե այս իշխանությունները մնան սաղին էլ բռնել են, ով իրանց դեմ դուս եկավ սաղին էլ բռնել են, ու իրանք այս իրանց հակաժողովրդավարական քայլերով մի բան էլ չեն հասկանում, որ այսօր ճիշտ է Եվրոպան լռում է, աշկա փագում, հո Եվրոպան չի զանգում ասում ինչ ուզում է սարա, հասկացնում է որ ինչ ուզում է սարա, վաղը չեմ իսօրը կասի որ ամեն ինչ անգնի տեղը հենց Եվրոպան է սրանց պատժելու։ Այս իշխանություններին Եվրոպան էլ տեղ չի տալու։ Վաղը չեմ իսօր ասելու դուք բռնապետ ես, այս ինչեր ես արել, հենց սա անգավ տեղը, որտեղ այսօր Եվրոպայի համար առաջնային իր շահն է, առաջնայինը հակառուսական քայլերն են, որը որ Նիկոլը փայլուն անում է, իսկ մնացած ժողովրդավարն արդեն հազարորդ տեղում է, բայց որ ամեն ինչ անգավ տեղը, եթե Եվրոպան մանմանց տեղ ազդեցություն ունեցավ, ինքը այդ իր ազդեցությամբ այս իշխանություններին Նիկոլին իր շրջապատին պատժելու է։ Ասել է, ինչ բռնապետությունների կարե։ Այսինքն ձեր փրկությունն էլա Նիկոլ Փաշինյան, քո փրկությունն էլա վաղվա կայանում նրա մեջ, որ Հայաստանում լինի ժողովրդավարություն։ Իսկ դու ես հակաժողովրդարական քայլերը որ անում ես ու Եվրոպան էլ աշկափակ է, հենց գիտես էդ յանցնելու, հա։ Նույն Եվրոպան քեզ թարս ճլոտ է տալու։ Վաղը չեմ իսօր հենց ամեն ինչը հանդարտվեց։ Պիտի քեզ ասի, ես քեզ ասել եմ, այդքան քաղ բանտարկյալ ունեցի։ Ասել, ա քեզ դες, չի ասել, չէ, հասկացնում է իր լռությամբ։ Դու էլ ինչ ուզում ես անում ես, որտեղ իրականում իրան տենց է ձեր տալ Իսպանիան, Եվրոպային, լիճը հակառուսական քայլեր անես, լիճը իրանց շահերից շարժվես։ Այդ ժողովրդավարական արժեքները հիմա դրել են մի կողմ։ Հիմա ամբողջ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ աշխարհը ու իրանց համար առաջնային իրանց այդ շահերն է, այդ արժեքները Իսպանիան երկրորդական են, բայց հենց ամեն ինչը կարգավորեց, ամեն մի պետություն վերադառնալու է իր արժեքներին։ Ու Եվրոպան էլ իր արժեքներն է վերադառնալու ու քեզ պատժելու է շախից։ Վաղը չեմ իսօր որ Հայաստանից քեզ քշեն, ուզենաս փախնես, եվրոպական պետություններում էլ քեզ տեղ չեն տա։
Տեղ չեն տա, որտեղ կասեն դու բռնապետի մեկն ես, կբռնեն ընդից կհանձնեն Հայաստանին։ Այսինքն քո փրկությունը Նիկոլ Փաշինյան, քո մեկ էլ քո շրջապատի փրկությունը ժողովրդավարական Հայաստանի մեջ է, ոչ թե այսքան քաղբանտարկյալներ ունենալու մեջ։ Սա կասեմ, Մարիամ ջան։ Մնացին սաղին էլ բռնել է պարչի ընտրությունների դեմը, պիտի բռնի հակառակորդներին մաքրի, պիտի ամեն ինչ անի, փորձի արդար ընտրություններով հաղթի։ Բայց արդար ընտրություններով ինքը չեմ կարծում կհաղթի, չի հաղթի ու ինքը ընտրությունները կեղծելու է, դա էլ հաստատ ասեմ, էլի, կգա ժամանակը, եթե մարդկանց թվում է, թե ընտրություններով հաղթելու ենք մենք Նիկոլին, չէ, ինքը ընտրությունները էս սրամասնել եմ խոսացել, ընտրությունները թվերը բռնել է իր ուզած ձևով գերի, իր հակառակորդներին կմաքրի, կնստեցնի, կլիկվիդացնի ում ոնց կարա, կվարկաբեկի, իրանք փորձի գովա, այնց անի, որ ժողովրդի մեջ իր ռեյտինգը բարձրանա, նրանց ընկնի, կփորձի ամեն ինչ անի, որ արդար ձևի հաղթի, բայց դա իր մոտ չի հաջողվի, ինքը բռնելու է թիվը կեղծի, Կերելա 51%-ը ես եմ։ Կարող է իր հետ ինչ-որ մի հատ էլ կուսակցություն։ 51 ես եմ, մնացածն էլ կարող է որոշի, ով պետք է լինի ընդդիմություն, ով չլինի, բայց կարող է մնացածը թողի արդար։ Էդ էլ կա էլի, բայց ուզում ասեմ ընտրություններով Նիկոլ Փաշինյան, բայց այս չի նշանակում, որ ընտրության գնալ պետք չի։ Որովհետև ընտրության գնալ, եթե ընտրության մենք չգնանք, չէ, տեսեք, եթե ընտրության չգնանք, քիչ լինի ընտրողների բանը քանակը, տոկոսային այդ բանը ցածր լինի, իր տոկոսայինը բարձրանում է, դա ինքը իրոք արդար կընտրվի։ Ավելի լավ է կեղծ ընտրվի, կեղծելով ընտրվի, որ գոնե այդ իր դեմ հեշտ հետագային պայքարելու ինչ-որ ձև լինի, հեշտ իրան հեռացնելու ձև լինի, որ ամբողջ աշխարհի առաջ էլ անդադ ճպացնենք, որ տեսեք ինքը բռնապետ է, ինքը ընտրություններ է կեղծել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ընտրությունների գնալը պետք է։ Ես ասում եմ պարտադիր ժողովուրդ ջան, որ գա ընտրությունները, թե պետք մինչև այդ ամեն ինչ անենք, որ հենց այս impeachment-ով իրան հեռացնենք, բայց եթե չստացվի ու գա ընտրությունները, ընտրության անպայման գնացեք ձեր բուլետինը գցեք, որ ընտրողների քանակը մեծ լինի, իր այն ստաբիլ ձայները արդեն ցածր տոկոսային բան ունենան, որ ինքը կեղծելով ընտրվի։ Ինքը կեղծելու է, չկասկածեք, ինքը արդար ընտրություն չի թողելու, ինքը կեղծելու է։ Նույնիսկ ընդդիմությանը կարող է կեղծի, իր ուզած ընդդիմությանը թողի մտնի պարլամենտ, իր չուզած ընդդիմությանը ինչքան էլ հավաքի չթողի, ոնց որ 18 թվին կեղծեց հանրապետականի մասով, 18 թվին երկրորդ ուժը պետք է լիներ հանրապետական, ինքը կեղծեց, նույնիսկ էյֆորիայի պայմաններում ինքը ընտրությունա կեղծե, հիմա չի կեղծի, ինքը հիմա իշխանություն կտա հանգիստ, խաղաղ ժողովրդավարական ձևով, անհնար բան է, բայց ընտրությունների դուք որ գա ժամանակը ժողովուրդ ջան գնացեք 26 թվին, որպեսզի ինքը արդար չանցնի գոնե, արդար չանցնի, ինքը կեղծելով անցնի, որտեղ որ կեղծելով անցնում ինքը թույլ ալնում ու իրան հեռացնելը շատ ավելի հեշտ ալնում հետագա պայքարի մեջ։ Մեր ռազմագերիները Բաքվի բանտերում շարունակում են խոշտանգվել, Բաքվում այլևս դատարաններում մեղադրական վճիռներն են հրապարակում, ՑՄ ազատազրկում ըստ էության բոլորին, եւ մի հարց եմ ուզում ձեզ ուղղել։ Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանցիները ֆիլմ են պատրաստել։ Չեմ տեսել, հա, վարկաբեկել են բնական է երևի, բնական է։ Սամվել Բաբայանի խոսքը։ Հա։ Խոսում է, որ Ռուբեն Վարդանյանը եկել էր, որ արցախցիներին օգնելու նպատակով ֆոնդերը բացել են, բայց գրպանում են այդ փողերը։ Ինչ ունեք ասելու։ Այսինքն ով էր գրպանում։ Այսինքն Ռուբեն Վարդանյանն իր փողը բերել է գրպանում է։ Հարա Ռուբեն Վարդանյանի մասին ախր վատ բան ասելու իրավունք ոչ ոք չունի։ Այդ մարդը կրիստալնի մաքուր մարդ է, երևի եզակի մարդկանց է, որ ոչ մի վատ բան իրավրով չես կարող ասես։ Ոչ թալանչի է, ոչ Հայաստանում է հարստացել, ոչ կռվող մարդ է։ Հելավ եկավ մտավ Արցախի խրամատար այդ մարդուն, այդ կրիստալի մարդու մասին բան ասելը անբարոյականություն է։ Սամվել Բաբյան կար, ես Սամվել Բաբյանի մարտական անցյալը կրված մարդ ես, ես այսօր քեզ վարկաբեկում ես կարգի, էլի, հասկանում եք, Մարիամ ջան։ Տեսեք, իր մարտական անցյալին կյանքում չեմ կպնի։ Իրոք են 90-ականների Սամվել Բաբյանը ես միշտ ասեմ, եթե այդ ժամանակ ինքը մահացած լիներ, ինքը լեգենդար որպես մարդ մտնել է պատմության մեջ։ Դե համար մեկ-մեկ մարդը որ մեռնում է, դի շատ դառ չանես, ասես բարին երևի էսեր։ Տեսեք, ապրեց Սամվել Բաբյանը, ոնց վարկաբեկեց ինքը իրան։ Այսօրվա Սամվել Բաբյանը ու այն Սամվել Բաբյանը լրիվ հակառակ մարդիկ են։ Անդրադառնամ իրան, էլի, այնքան եմ անդրադարձել իր այդ վատ բաներին, որ ասում եմ, իմ համար ինչ տարբերություն, ով հարգը կմուծի, թող Ադրբեջանը հարգը մուծի։ Հիշում եք, այն վաղ Արցախին վերաբերալ, որ ասում եմ, Մարիամ ջան, ասում եմ, թող իրանք գաստե գործարաններ առնեն, հարգի իրանք մուծեն։ Իմ համար ինչ տարբերություն։ Ու եթե ասում եք կոմանդոյիշի մարդը, հասկանում եք, որ կռված, ասենք, Արցախի հերոս մարդը, որ այդ ձևի մարդուն նույնիսկ եթե պետությանը օգուտել է, կռված տղուն չի սազում տենց բաներ ասելը։ Ու հիմա էլ ասենք Ռուբեն Վարդանյանի նման մարդուն կպնել, դա անբարոյականություն է, որովհետև այդ մարդը կրիստալնի մաքուր մարդ է։ Այսինքն այդ փողերը գրպանել իր փողերը բերել են դե գրպանում է, հա,
Իրա փողերը բերել էր Արցախ, ինքը եկել էր Արցախ, այդ լավ կյանքում, սաղ կյանքը իդեալական ապրած մարդը, իդեալական կյանքով ապրած մարդը, եկե մտել էր շրջափակման մեջ գտնվող Արցախ, ու հիմա էլ իր հայտարարությունները մի հատ լսի, կպահեիր դու տենց քեզ գերության մեջ, որ այդ մարդը, հələ դու կռված մարդ ես, ասենք, պատերազմներով անցած, դժվարություններով անցած մարդ ես, դու կարող ես պահեիր, ասենք, երբ որ Լևոն Մնացականյանն է իրան տենց պահում, Ձիկ, Բակո Սահակյանն է իրան տենց պահում, Դավիթ Մանուկյանն է պահում, նրանք գեներալ տղեկ են, Ձիկ տղեկ են պատերազմներով անցած, բայց այս մարդը փափուկ կյանքի մեջ սաղ կյանք ապրած տղա Ռուբեն Վարդանյանն է, բայց նույնիսկ այս դժվարությունները իրան չկոտեցին ու էլ ավելի իր ուժը ցույց տվեց, թե ինչ բացի բարի մարդն է, բացի բարեգործել է, նաև ինչ ուժեղ մարդ է, ինքը որ այս դժվարություններին չկոտելից ու տենց հայտարարություններ անում։ Լսել եք, չէ՞ Մարիամ ջան, ինչ հայտարարություններ են այնտեղից անում Ռուբեն։ Արա տղա այդ մարդը, էդի ոսկի մարդը, այդ մարդու հասցեին վատ բան խոսալը անբարոյականություն է, ես sense կասեմ։ Ինքը հերոս է։ Մենակ Քրքորյանը, որ ազգային հերոս է իր բարեգործություններով։ Ռուբեն Վարդանյանը համ տենց բարեգործություններ է արել, համ էլ նա նենց բան արեց, արա թողեց միլիոններ եկա մտավ Արցախի խրամատարը։ Ոնց որ Մոնթեն, Օքսֆորդ ավարտած գիգանտ հզոր տղա որ կարար դառնալ աշխարհի ամենահարուստ բիզնեսմեններից, ամենահայտնի մարդկանցից ու տենց լավ ապրել, բայց այդ թողեց եկա մտավ Արցախյան պատերազմի մեջ, մինչև այդ մտավ Ասալայի մեջ Մոնթեն։ Այդ նույնիսկ հələ նա գոնե կռվող մարդ է, նա ռազմիկ էր, նա ոյն էր։ Այս մարդը էտել չէր, բայց եկավ մտավ Արցախի խրամատ, այդ ամեն ինչը թողեց, այդ լավ կյանք թողեց, եկավ մտավ Արցախի խրամատ, հիմա էլ գերության մեջ է։ Այսքանից հետո հələ Ռուբեն Վարդանյանի վիրով դուք թարս բան եք խոսում, ամոթ ձեզ։ Նորից եմ ասում, Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ վատ բան ասողը անբարոյականություն է անում։ Սա կասեմ։ Մաղթենք ազատության տարի, մյուս տարին թողնի ազատության տարի, ազատություն թողնի մեր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Բաքվի բանտում գտնվող բոլոր ռազմագերիներին, ազատություն թողնի մեր քաղբանտարկյալներին ստեղ գտնվող, ազատություն թողնի գերեվարված, ազատազրկված մեր Արցախին, ազատություն թողնի էլի ազատազրկված նաև մեր Հայաստանի Հանրապետությանը, մենք էլ ենք ազատազրկված։ Ու աշխարհում էլ թողնի իրոք խաղաղություն, արժանապատիվ խաղաղություն, մարդն էլ թողնի իրոք գերագույն արժեք ամբողջ աշխարհում։ Էդ եմ մաղթում, որովհետև այսօր մարդը, որ նայում ես թեկուզ Պաղեստինում ինչա կատարվում, ասում ես, արա 21-րդ դարում, բաղաշխար, ոնց էս թույլ տալիս sense բաներ էլի։ Էս եմ մաղթում, Մարիամ ջան։